ժամանակով լինում է մի թագավոր, սրան ունենում է մի մինուճար աղջիկ։ Այս աղջիկը շատ սիրունալին է, շատ խելոք ու շատ նամուսով, բայց միշտ փախչելիս է լինում աշխարհքի վայելքից։ Միտք չունեմ, ասում աշխարհ մտնելու, իմ սիրտը երկնային Աստծուն ու Քրիստոսին եմ տվել։ Թագավորի տեղը շատ նեղում են, աղջկատ մարդու տուր, որ մայից հետո աշխարհն անտեր չմնա։ Թագավորի աղջիկն ասում է. «Այ հեր, դե որ այդպես զոռում են, ես այսպես պայման եմ դնում։ Ես կուզեմ այն տղին, ով կհամաձայնվի տարեն մենակ մի անգամ իմ անկողին գա»։ Այս բանը հայտնում են աշխարհի բոլոր կողմերին, ամա բոլոր թագաժառանգներն ու իշխանները հրաժարվում են այդ չլսված պայմանից։ Ոչով չի ուզում այդ աղջկան առնել։ Գալիս է մի նախրջու տղա, ասում է. «Ես կուզեմ»։ Թե որ թագավորի աղջիկը այդքան համբերող ու նամուսով կլինի, ես էլ կլինեմ։ Ես այդ պայմանին համաձայն եմ աղբեր, ես դրան կուզեմ։ Թագավորի աղջիկը այստեղի խոսքը ու զրույցից հասկանում է, որ սա համ շատ խելոք, համ էլ դիմացկուն է ու համբերող։ Բերում են սրանց պսակում, թագի տակին երդվում են, տարեն մենակ մի անգամ իրար հետ անկողին մտնեն։ Ով որ մեզանից ասում են, այս երդումը քանդի, Աստված այն րոպեին նրա մեջ կկոտրի, ասում են ու իրենց խոսքին հաստատ մնում։ Պսակի առաջին գիշերը աղջիկը երկու հոգի սանում է։ Ձեր թագավորը հրաժարվում է գահից ու նրա տեղը թագավորը նստում Փեսեն, նախրջու տղան։ Սա այնպես խելոք ու իմաստությունով է կառավարում երկիրը, որ ժողովուրդը սրտով սիրում ու պատվում է սրան։ Վրա երկրորդ տարին թագուհին պառկում է, բերում մի սիրուն տղա։ Աշխարհքն էլ իրենց սիրած թագավորի ու թագու հետ ուրախանում ու զվարճանում է, բոլորի բերանին նրանց բարի գործերն ու անարատ հալալ սուրբ անկողին։ Այդ վախտերը մի իրիկուն, մի քանի փչացած ջահելներ քեֆ են անում։ Նրանցից մեկն ասում է. թագավորի ու թագու բախտավորությունն էլ երկար չի քաշի։ Թագավորը տարին մեկ է գնում թագու անկողինը։ Այսպես է ասում է մեկ էլը։ Ասում են այս գիշեր նրանց ժամկետը թամամում է։ Թագավորը գնալ պտի թագու անկողինը։ Տղերք, ասավ սրանց կողքին նստողը, ես այս գիշեր գնալու եմ թագուն խաբեմ, թե ես նրանց բախտավորությունը չքանդեմ, բաս ես չեմ։ Այս փչացած աննամուս տղան գալիս ընկնում է թագավորի ոտքերը։ Դեր թագավոր, աչքիդ ու գլխիդ մատաղ ասում է, ես մի քյասիպ տղա եմ, մի սիրուն աղջիկ եմ սիրել, այս գիշեր գնալու եմ, որ նշանը տամ, համա այս շորերով ամաչում եմ գնամ, քո շորերից մի ձեռք տուր հագնեմ, գնամ սիրածիս մոտ, ետ կգամ շորերը կտամ քեզ։ Թագավորի մեղքը գալիս է, հայ գիդի ասում է, ես էլ եմ սրա օրին եղել, տկլոր, առանց լավ շորի։ Ու մի ձեռքի շորերից տալիս է այդ տղին։ Տղեն հագնում է, գնում թագավորի շորերով ու անունով թագու անկողինը պղծում, ետ գալի շորերը տալիս թագավորին։ Մի քիչ հետո թագավորը գնում է թագուի մոտ։ Դուրը ծեծում։ Էնով է ձենա տալիս թագուին։ Ես եմ թագուի ջան, դուրը բաց արա։ Թագավոր, ինչ եղավ քեզ։ Նոր չգնացիր այստեղից։ Թագավորը գլխի ընկնում, որ միամիտ թագուին խաբվել է իր շորերին։ Ու այդ բանի պատճառն էլ ինքն է։ Վայ, մեջքս կոտրեց, թագուհի, ասում է ու վեր ընկնում, թագուհին դուրը բաց անում, տեսնում թագավորի մեջքը կոտրել է։ Իմ անգին թագուհի, ասում է թագավորը, քեզ անչափ սիրելուց երկրորդ անգամ եկա։ Դրա համար Աստծո պատիժը մեջքս կոտրեց։ Թագուհին վրա ընկնում մարդին, արտասուք թափում, հավարկանչում, պալատականները թագավորի համար բժիշկներ ու հայտնի գրբացներ ամեն տեսակ դեղ ու դարման են անում, ամա թագավորի լավանալու ճարը չի լինում։ Այն օրվանից անցակենում 9 ամիս 9 օր 9 րոպե թագուհին ծնկը գետնին է տալիս, բերում է երրորդ տղեն։ Խաբարը տանում են հիվանդ թագավորին, աչքալիս են տալիս թագուհու կողմից։ Այստեղ թագավորը գիրագրում թագուհուն, թե ես իմ 3 որդկերանցից մեկին զրկում եմ ժառանգությունից։ Գրի տակին կնիքը խփում, ձեռները ցալում դոշին, աչքերը գցում երկինք ու հոգին փչում։ Միջև տղերանց հասները թագուհին է երկիրը կառավարում։ Այս աղջիկը, որ ես սիրում եմ, թագուհին է։ Ես էլ եմ սիրում, թագուհին։ 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 Ես էլ եմ սիրում, թագուհին
Օշկն ու միտքը գցում է իր 3 տղի վրա, մինը մինիս լավն է լինում, խելոք ու սիրուն։ Համել միտքանում, թե ինչու թագավորը տղերանցից մեկին զրկե չարանգությունից։ Միտքանում ամագլխի չի ընկնում պատճառը։ Օրեր են, գալիս անց են կենում, տղերքը մեծանում են, հասնում են գահին նստելուն։ Ամա ոչով չի կարում իմանա, թե դրանցից որ մեկն է զրկված ժառանգությունից։ Թագուհին իմացած է լինում, որ ֆլան երկրի թագավորը շատ իմաստուն մարդ է։ Երկրի բան իմաց մարդիկը խորհուրդ են տալիս, որ տղերքը գնան են թագավորի մոտ։ Բալքինա մի բան գլխի ընկնի, մի ճամփա շանց տա։ Տղերքը գնում, հասնում են թագավորի դուռը։ Բարով, 1000 բարին եք եկել, ասում են թագավորը։ Ճամփա եք կտրել, բեզարել, սովել եք, այսօր դինջացեք, հաց կերեք, քնեք։ Առավոտը, որ Աստծո լույսը բացվի, տենանք ձեր դարդին, ինչ դարման կարվի։ Առավոտը տղերքը պատմում են թագավորին իրենց դարդը։ Թագավորն էլ պատմում է իր աղջկանը, որ նրանց հոր կտակի միտքը բաց անի։ Թագավորի աղջիկը, որ դուրս է գալիս իր օթախիցը, քողը վեր առնում, նրա երեսի շափաղից տղերքը աչքերը խուփ են անում, հենց իմանում են արեգակա դուրս եկել։ Թագավորի աղջիկը ասում է. ձեր ուզած ես գիտեմ, հլա դեռ ինձ լսեք, մի բան պատմեմ, հետո կմտածենք, թե ոնց անենք, որ դուրս ճամփեն գտնենք։ Մի օր մի քանի աղջիկ գնում են հանդեպ բոխ ու զող քաղելու։ Դրանցից մինը մեկելներից ջոկվում է, զող ու բոխ քաղելով շատ է հեռանում, մին էլ մտիկ անում, տեսնում է, որ մնացել է մենակ, այստեղ մի չոբան ոչխար է արածացնում։ Չոբանը տեսնում է սիրուն աղջկան, քեֆը գալիս է, սիրտը ցնծում է, բռնում այդ սիրունին, որ սիրի, աղջիկը աղաչում է, չոբան աղբեր, ասում է, ուխտուն եմ արած, սուրբ սրտով իմ թագին ու պսակին արժանի լինեմ, ես քեզ հաստատ խոսք եմ տալիս, որ իմ պսակի առաջին գիշերը էլի այսպես մաքուր ու անարատ գամ քո մոտ։ Չոբանն ու աղջկան հավատում է ու բաց է թողնում։ Ժամանակ է անցնում։ Այս աղջիկը պսակվում է մի շատ լավ տղի հետ։ Առաջին գիշերը, երբ սրանք մտնում են իրենց սենյակը, աղջիկը սիրտը բաց է անում տղի առաջ, իր գլխի եկածը պատմում։ Ոտիդ ու գլխիդ մատաղ, իմ տեր, իմ թագ ու պսակ, ես չոբանին հաստատ խոսք եմ տվել։ Ուզում չեմ խոսքս կոտրել, բեր դու ինձ բաց թող, գնամ նրա մոտ, թե ինձ սիրում ես, թողալ մի, որ խոսքս գետնին գցեմ, չոբանի մոտ անազնիվ դուրս գամ։ Գնա, ասում է մարդը, որ դու հաստատ խոսք ես տվել, չոբանն էլ քեզ հավատացել է, քեզ բաց է թողել, գնա քո ազնիվ խոսքը կատարի, ու անարատ բաց է թողնում իր նորահարսին։ Այստեղ թագավորի աղջիկը խոսքը ու դառնում մեծ աղբորը հարցնում է. Դրուստն ասա, թագավորի մեծ տղա, դու որ լինեիր այդ տղի տեղը, քո նշանածին, քո նորահարսին, քո ներեսին, բաց կթողնեիր։ Իհարկե բաց կթողնեի, որ չոբանը նրան հավատացել է, նա էլ հաստատ խոսք է տվել, այդ նորափեսին այդպես պիտի աներ։ Թագավորի աղջիկը լռում է, հետո շարունակում. Այս նորահարսը քո երեսին գնում հասնում է չոբանի տուն, դուռը ծեծում, չոբան աղբեր ասում է, ես իմ խոսքի տերն եմ, այս գիշեր պսակվեցի, իմ նշանածից իրավունք առա, անարատ եկել եմ, կանգնել եմ, հիմի մնացել եմ քո խղճմտանքի, թե ուզում ես ինձ հոգոց հոգի կորցնել, թե ուզում ես, որ իմ մարդ ինձ երես ծեծանք անի, թե ուզում ես, որ ես անբախտ լինեմ, ամեն օր աղի արտասուք թափեմ, կատարի քո կամք։ Չոբանը զարմանում է այդ նորահարսի ու իր նորափեսի ազնվության վրա, սիրտը փուլ է գալի, ասում է դու իմ քուրն ես, իմ բերնի սրբությունն ու օրհնանքն ես, գնա, քո մուրազին ասի, քո նշանածն էլ սրանից դեն իմ աղբերն է, իմ դուռը միշտ բաց կլինի ձեր առաջ։ Այստեղ թագավորի աղջիկ իր պատմությունը կտրում է ու դառնում միջնեք աղբորը հարցնում. Դրուստն ասա, թագավորի միջնեք տղա, դու որ լինեիր այն չոբանի տեղը, այս սիրուն նորահարսին, քողը երեսին բաց կթողայիր։ Իհարկե բաց կթողայի, երբ որ նորահարսն ու փեսեն այնքան ազնիվ էին, որ մինը իր հաստատ խոսքի տերն էր, մեկ էլ իր նշանածի խոսքը չկոտրեց, ազնիվ չոբանն էլ իր մարդկությունը ցույց տվեց։ Ես հոգար սիրտ չեմ, որ բաց չթողնեի։ Թագավորի աղջիկը էլի սոսկացավ, հետո շարունակեց. Նորահարսը չոբանից որ հեռացավ, վազեց ինչքան ուժ ուներ, որ թես հասն իր փեսեն։ Այնա հասել էր քաղաքին, որ մի քանի լյոթի տղերք նրա առաջը
Մի որ իսկական քեֆը կանեն գասին, որ սիրա ոտով եկավ, ուզեցին տանեն խայտարականեն, նորա հարսը քողը երեսին նրանց ոտերն ընկավ, աղբրտինք, ձեր ջանին ղուրբան, ձեր ոտին ղուրբան, թողեք մի երկու խոսք ասեմ, հետո ինչ ուզում եք արեք, ու նա պատմեց իր գլխին անցկացած, ասեց, կամ ինձ էստեղ սաղ-սաղ թաղեցեք, կամ թողեք գնամ Մուրազիս հասնեմ, որիդ քուր չունեք ինձ քույր հաշվեցեք, որիդ էլ ունեք մեկն ավելացրեք, այդ լոթիկը խղճացին նրա հարսին ու բաց թողեցին, էստեղ թագավորի աղջիկը իր պատմությունը կտրում է ու փուջուր աղբորը հարցնում է, դրուստն ասա, թագավորի փուջուր տղա, դու որ լինեիր են տղերանց տան, են սիրուն հարսնացու էին, բաց կթողնեիր, չէ, բաց չէի թողնեմ, ես զարմացել եմ այն նորափեսի վրա, որ սարսակություն արավ, իր նորա հարսին բաց թողոց կես գիշերին գնա Չոբանի մոտ, Չոբանն էլ սարսակություն արավ, իր ոտով եկած որսը ձեռից բաց թողեց, այն լոթի քեֆանող տղերքն էլ սարսակություն արին, որ նրան բաց թողին, ես այդ բանը չէի անի, հլա մի ուզածս կանեի, հետո ինչ ուզում էր լիներ, թագավորի աղջիկը վերակենում, այդ տղին ասում Ժառանգությունից զրկվածը հենց դու ես, որ կաս Դու այն թագի տակ երթում կերած հորն ու մորը հալալ տղան չես Քո աշխարհ գալում կամ հերդ է խաբված, կամ մերդ, կամ թե չէ երկուսը միասին Հալբատ թագավորին մի ուրիշը խաբել է ու նրա անունով խաբել քո մորը Հենց այդ է թագավորի մեջ կկոտրել Ապրես աղջիկ ջան, ասես թագավորը, շատ դրուստն ես գտել զրկվածի Էստեղ վերակենում թագավորի մեծ տա Այս թագավորի ձեռը պաչում է, ասում, դեր թագավոր, թե որ արժանի կհամարես, խնդրում եմ քո աղջկա ձեռքն ինձ տաս Աղջիկն էլ տեսնելուն պես սիրահարվել էր մեծ աղբորը Թագավորն իր ձեռքով նրանց հարսանիքն է անում ու մեծ բաժինքով ու դուժինքով ճանապարհ դնում Նրանք հասան իրենց Մուրազին, դուք էլ հասնեք ձեր Մուրազին